Ներքին գործերի նախարար Արփին Սարգսյանը հուլիսի 16-ին Տավուշի մարզում ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակում փրկարար ծառայության կատարած աշխատանքը։ Մասնակցում էին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն, ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը, փրկարար եւ էկոպարեկային ծառայությունների աշխատակիցներ։ Ողջունելով ներկաներին Արփին Սարգսյանն ընդգծել է, որ միջգերատեսչական արդյունավետ համագործակցությունն առանցքային նշանակություն ունի արտակարգ իրավիճակների կառավարման, դրանց հետևանքների վերացման եւ արագ արձագանքման գործում։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության պետ Հայկ Սաղաթելյանը ներկայացրել է, որ հաշվետու ժամանակահատվածում մարզային փրկարարական վարչության ենթակա ստորաբաժանումներում արձանագրվել է 471 կանչ, որից 134-ը տեխնածին բնույթի, 30-ը տարերային եւ այլ դեպքեր։ Արտակարգ դեպքերի հետևանքով զոհերի թիվը նվազել է 50, տուժածներինը 11.5%-ով, գրանցվել է 113 հրդեհ, որից 49-ը բուսածածկ եւ խոտածածկ տարածքներում։ Հրդեհի 1 դեպք գրանցվել է անտառածածկ տարածքում։ Շնորհակալություն հայտնելով կատարված աշխատանքի համար Արփին Սարգսյանը հանձնարարել է աղետների ռիսկի կառավարման պլաններն առկա իրավիճակին համապատասխանեցնելու եւ առավել իրատեսական դարձնելու նպատակով ակտիվացնել համագործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների հետ։ Նախարարը հանձնարարել է համագործակցելով վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինների հետ ակտիվացնել իրազեկման աշխատանքները, առանձնահատուկ ուշադրություն դարձնել ապօրինի ծառահատումների դեմ պայքարին։ Քննարկվել են անտառային հրդեհների կանխարգելման, գետերի վարարումների, անտառային ճանապարհների բարելավման, կուտակված թափուկի մաքրման վերաբերյալ հարցեր։ Քննարկման առարկա են դարձել նաև կարկուտի հետևանքով պատճառված վնասների գնահատման եւ այդ ուղղությամբ միջգերատեսչական համագործակցության հարցեր։ Կարևորվել է նաև գյուղատնտեսական աշխատանքների, մասնավորապես խոթնձի ժամանակ հրդեհային անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ բնակչության շրջանում բացատրական աշխատանքների անցկացումը։ Գետերի մաքրման եւ ափապաշտպան կառույցների ամրացման ուղղությամբ կատարված աշխատանքներն է ներկայացրել Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։ Նա նշել է, որ առկա ռիսկերը պահանջում են շարունակական եւ համակարգված ջանքեր, հատկապես անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ, հաշվի առնելով, որ Տավուշը առավել անտառածածկ մարզերից է։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն, ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը նշել է, որ Տավուշի մարզի անտառամերձ եւ հանգստյան գոտիներում փրկարար ծառայության եւ էկոպարեկային ծառայության աշխատակիցները համատեղ իրականացրել են հրդեհավտանգ տարածքների մշտադիտարկում, ինչպես նաև հրդեհների կանխարգելման գործողությունները համակարգելու նպատակով համայնքներում անցկացվել են հանդիպումներ։ Էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի խոսքով, թեև ծառայությունը Տավուշի մարզում նոր է ձևավորվել, սակայն փրկարար ծառայության հետ արդեն իսկ կա արդյունավետ համագործակցություն։ Ներքին գործերի նախարար Արփին Սարգսյանը կարևորել է միջգերատեսչական մակարդակում համագործակցությունը, ընդգծելով, որ խնդիրների վերհանման եւ լուծման տեսանկյունից անհրաժեշտ է պարբերաբար անցկացնել նման ձևաչափով հանդիպումներ։